Շարունակում ենք ծրագիրը բարեկամներ եւ ինչպես գիտեք արդեն հաղորդման այս հատվածում հերավար կապով մեզ է միանում Արմեն Չիբուխչյանը։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե սկսենք երևի Միացյալ Նահանգներից, որտեղ այսօր պարոն Թրամփը հայտարարություն արեց ասելով, որ հուսով եմ մոտ ժամանակներս մենք կհասնենք կրակի լիակատար դադարեցմանը, ինչից հետո կքննենք պայմանագիրը։ Պայմանագիրը այժմ քննարկվում է այն վերաբերվում է տարածքների բաժանմանը։ Հիմա այս մասին ինչեւ չէին ասել կոնկրետ տարածքների բաժանմանը, ինչին կարծես ի պատասխան Վլադիմիր Վլադիմիրովիչն ասել է բանակցություններում խոսքը այն մասին է, որ Ռուսաստանի ձեռք բերածը չի կարող ետ վերցվել եւ հարկ է Ռուսաստանի կազմում ճանաչել Ղրիմը, Սևաստոպոլը, Լուգանսկի, Դոնեցկի հանրապետությունները, Խերսոնի եւ Զապարոժիեի մարզերը։ Այո։ Սա պետք է ենթադրել, որ ամերիկացիների հետ համաձայնեցված է այս հայտարարությունը Պուտինի, Արմեն, թե Եկեք սկսենք Witkoff-ի ինտերվյուից, հարցազրույցից Տակեր Կարլսոնին տված, որտեղ հենց այդ մասին խոսվում է։ Ավելին ասեմ, Witkoff-ը ցավոք սրտի գնում է, հասնում է միջև ռեֆերենդումներ եւ ակնարկում է, որ այդտեղ պետք է ռեֆերենդումներ արվեն, որտեղ եւ կրկնում է ռուսական քարոզչության այն թեզը, թե այդտեղի բնակչությունը ուրեմն ցանկանում է ապրել Ռուսաստանի կազմում։ Բայց այստեղ մի քանի հանգամանք կա։ Նախ այդտեղի բնակչության մի մասը, որը չէր ցանկանում ապրել Ռուսաստանի կազմում, ուղղակի փախել է։ Գնացել է ուրեմն ուկրաինական, այսինքն դա Ուկրաինայի տարածքն է, բայց գնացել է դեպի այն տարածքը, որտեղ վերահսկվում է ուկրաինական ուժերի կողմից։ Նման ռեֆերենդում անելու համար պետք է շատ լուրջ աշխատանք տանել, այդ մարդկանց վերադարձնել, միջազգային դիտորդներ բերել, անաչառ ուրեմն եւ այլն ուրեմն հանրակրվե անցկացնել, որը շատ դժվար է եւ արդյոք ավելին ասեմ, այդ ռեգիոններից մարդիկ կան, որ այլևս արտասահմանում են ապրում եւ շատ բարդ է իրականում այդպիսի բան իրականացնել, հա, որովհետեւ ի վերջո իրական պատկերը հայտնի դառնա։ Երկրորդ հանգամանքը, որ օրինակ վերցնենք Խերսոնի բնակչությանը, հա, արդյոք պատերազմից հետո այս դաժան արյունալի դեպքերից հետո անգամ այն մարդիկ, որոնք նախկինում ուրեմն սիմպաթիա ունեին Ռուսաստանի նկատմամբ, ես վստահ եմ, որ դրանցից շատերը այս ամենը տեսնելով փոխել են իրենց կարծիքը, փոխել են իրենց դիրքորոշումը։ Հետևաբար ցավոք սրտի ամերիկյան ադմինիստրացիան ելնելով ուրեմն Տրամփի ամեն գնով հասնելու խաղաղության եւ դա նաեւ ներքաղաքական նպատակներով ներկայացնելու որպես հաղթանակ, հա, որտեղ մենք տեսնում ենք տարածիորեն այսօր ուրեմն ես այստեղից խոսում եմ ընտանիքիս հետ, ուրեմն որպեսզի մենք գնենք տարական ձու, մենք պետք է առավոտը 7:30-ից ինչ որ խանութի առջև հերթ կանգնենք, որ խանութը բացվի ու դու հասցնես ձու վեր գնես, հա, եւ այլն։ Այսինքն ներքաղաքական խնդիրները խորանում են, տարիֆային պատերազմը բերելու է գների թանկացման, եւ սա բերելու է նրան, որ եթե Թրամփը չունենա որևէ հաղթանակ, ապա շատ մեծ հավանականությամբ հաջորդ տարի կկորցնի տարվա վերջ կկորցնի կոնգրեսը։ Եվ մենք հասկանում ենք եւ իհարկե մենք տնտեսագետ չենք, բայց տրամաբանությունը այս տարիֆային պատերազմի հուշում է, որ գները ներքև չեն իջնելու, միայն բարձրանալու են։ Եվ միակ տարբերակը, որ Թրամփը ուրեմն պետք է կարողանա պահել կոնգրեսը, դա արտաքին քաղաքական լուրջ ձեռքբերումներն են, գումարած հույսը, որ այ հիմա էլ եթե ինձ մեծամասնություն տակ, մենք հետո երկրորդ փուլում էլ քիչեցնենք գները։ Տեսեք, ես իմ խոստումները կատարելով գնում եմ։ Սա ուրեմն այս իմաստով Տրամփին շատ հարկավոր հրադադար է։ Սա մի հատվածը վերցրեցինք հիմա։ Երկրորդ հատվածը ինչպես են պատկերացնում, ինչպես է դա տեղի ունենալու, այսինքն ակնհայտորեն դառնում է, որ Պուտինը իր դեմքը փրկելու համար պահանջել է ոչ միայն այն տարածքը, որտեղ ինքը կանգնած է, այլ այն տարածքները, որոնք իրենք չեն կարողանում վերցնել։ Ասեմ ձեզ, հիմա ռուսների այս ուրեմն 6 ամսյա, արդեն մոտ 6-7 ամսյա անդադար գրոհը եւ մենք մի փոքր ռազմադաշտին ասենք, որպեսզի իրավիճակը պարզ լինի, թե ինչ է այս պահին կատարում ռազմադաշտում ուկրաինական ռազմաճակատում։ Ուրեմն քանի ես 6 ամիս ռուսները փորձում են գրավել Դոնեցկի շրջանը ամբողջությամբ, այսօր օրինակ կորցրել են Նադեժդա գյուղը Լուգանսկի Նադեժդա բնակավայրը Լուգանսկի շրջանում։
Այն Լուգանսկը, որ իրենք համարում են այնտեղ մի փոքր գյուղ կար իրանք էլի, չեն վերահսկում, մի կերպ փորձեցին ինչ-որ գյուղից ինչ-որ տարածք փոկել, որ ասեն ամբողջությամբ Լուգանսկը գրավել են։ Հիմա այսօր կորցրեցին նորից Լուգանսկից բնակավայր։ Պակրովսկի ուղղությամբ, որը շատ կարևոր ուղղություն է Ուկրաինայի համար եւ այնտեղ ուկրաինացիները ոչ միայն ուրեմն կարգավորել իրավիճակը, այլ նաեւ հակագրողներ են կազմակերպում եւ որոշ բնակավայրեր հետ են վերցրել։ Կուրսկի շրջանում այո որոշ նահանջ տեղի ունեցավ իհարկե, բայց ուկրաինական զորքերը դեռ գտնվում են Կուրսկի շրջանում։ Մենք հասկանում ենք, որ Պուտինը ինչ էր փորձում անել, փորձում էր ուրեմն որպեսզի Կուրսկը չփոխանակի որոշ տարածքներից, որտեղ մենք տեսնում ենք, որ ինքն էլ է հասկանում, որ ինքը պարտվել է, տոտալ պարտվել է եւ իրեն փրկություն է պետք, որտեղ ռազմաճակատում իրավիճակը ռուսների համար գնալով ծանրանում է։ Միջազգային ռազմական փորձագետներն ասում են, որ ռուսները հյուծված են եւ իրենք չեն կարողանում այս պահի դրությամբ նախքին տեմպերով առաջ գնալ, որովհետեւ իրենք կարողանան նորից շարունակեն այս հարձակվողական, որտեղ հեշտ չէ 6-7 ամիս անդադ հարձակվել, իրանք պետք է նոր մոբիլիզացիա անեն, նոր ռեսուրսներ գրավեն։ Բայց իրենց հասարակությունը ըստ էության ուրեմն նույնպես այսպես եթե հանկարծ համընդհանուր մոբիլիզացիա հայտարարվի, նույնպես կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Եվ ուրեմն նաև այդ հսկա տարածքը պայելու համար ես բազմիցս ասել եմ, ահռելի մարդկային ռեսուրս է պետք, եւ իրենք այսօր այդ մարդկային ռեսուրսը ուղղակի ոչնչացնում են ուկրաինական սևահողում, հա։ Եվ մեկ լավ հիմա տեսեք ինչ էր ուզում Պուտինը իբր ուզում էր ներկայացնել Կուրսկի մարզում, որ իրավիճակը այլ է թե հետ են գրավել, չստացվեց, ուկրաինական զորքերը ինչ որ մի մասով մնացել են եւ այսօր գրավել են Բելգրադի շրջանից առաջին մեծ բնակավայր, առաջին լուրջ բնակավայրն են գրավել, եթե չեմ սխալվում Դեմիդովկա է կոչվում, այսինքն ուկրաինացիները վերջին 1 ամիսվա ընթացքում առնվազն հակագրողներ են կազմակերպում եւ ոչ միայն հետ են գրավում շատ կարեւոր բնակավայրեր հենց բուն Ուկրաինայի տարածքում, արևելյան Ուկրաինայի տարածքում, այլ նաև հիմա նաև Կուրսկից մի փոքր նահանջելուց հետո մտել են Բելգրադի շրջան։ Եվ այս իրավիճակում բնականաբար Պուտինը հասկանում է, որ իր ռեսուրսներն են սահմանափակ եւ ինքը ի վերջո այս պատերազմում պարտվել է։ Եվ տեսեք, ըստ էության նրա այն նախորդ պահանջներից բան չի մնացել եւ իրենք հիմա դեմքը փրկելու համար փորձում են ստանալ ուրեմն այդ շրջանները, որոնք չեն կարողանում գրավել։ Խերսոնի մի մասը իրենց տիրապետության տակ է, բայց մի ահռելի մաս ուկրաինացիների տիրապետության տակ է։ Դոնեցկի մի մասը ռուսների տիրապետության տակ է, բայց մի զգալի մաս լրջագույն մեծ քաղաքներ շարունակում մնալ Ուկրաինայի տիրապետության տակ։ Եվ նաև, ինչպես ասացի, Լուգանսկը, որոնք անգամ այսպես ասում են որ ամբողջությամբ իբր մենը այսօր նաև կարող ենք փաստել որ չկա մի շրջան Ուկրաինայի այդ 5 շրջաններից որ ինքը բացի Ղրիմից երևի չկա մի շրջան որտեղ ռուսները տոտալ ամբողջ այդ շրջանին տիրապետում են սա է իրավիճակը եւ երկրորդ մասում շարունակի Լավ Արմեն հիմա մենք ընդհատվենք գովազդային դաթարով կվերադառնանք ու կշարունակենք զրույցը Բայդուբայ.am այո Բայդուբայ.am Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայդուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից ստանալով մինչև 15% եկամուտ Բայդուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի Emar եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ.am Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ։ Արմեն, Ուկրաինայի թեմայից են խոսում, ավելացնելու բան ունես։ Այո, եւ մի կարևոր բան էլ ես ուզում եմ նշել անպայման այստեղ, որ ուրեմն անպայման պետք է շեշտել, որ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը երբեք չի ճանաչի ուրեմն այդ տարածքները Ռուսաստանի կազմում։ Եվ Ուկրաինա Զելենսկին հայտարարել է այդ մասին, որ կամ Ուկրաինայից ակնհայտորեն ակնարկում են, այսպես ձևակերպենք, որ իրենք մաքսիմում կարող են ժամանակավոր ընդունել այդ տարածքների, այսինքն այն տարածքները, որոնք այս պահին Ռուսաստանի տիրապետության տակ օկուպացված են ռուսական զորքերի կողմից, Ուկրաինան հայտարարում է, որ հանուն խաղաղության իրենք պատրաստ են այս պահին գնալ այդ զիջմանը, բայց այդ չի նշանակում, որ իրենք ճանաչելու են դա Ռուսաստանի կազմում եւ ուշ թե շուտ
կլինի դա դիվանագիտական ճանապարհով, կլինի այլ ձևով, այդ տարածքները ուշ թե շուտ պետք է վերադառնան Ուկրաինայի կազմ։ Եվ մի հետաքրքիր հանգամանք էլ անպայման կուզենամ շեշտել պարտադիր։ Նաև որպեսզի հասկանանք, չէ, ասենք իրավականում ինչ տեղի ունեցավ, կամ ինչ է տեղի ունենում։ Նախ պարզ չի, թե Թրամփի ջանքերը արդյոք հաջողության կհասնեն, թե չէ։ Եվրոպան է կարծես մի փոքր դուք գիտեք, որ Թրամփը Մակրոնը հիմա փորձում է միջազգային խաղաղապահներով փոխարինել, ի սկզբանե անգլո-ֆրանսիական նախաձեռնություն կար, չէ, որ պետք է զորք ուղարկեին Ուկրաինա, բայց ցավոք սրտի Մակրոնը չգիտես ինչի մի փոքր այսպես ասում փոխել է դիրքորոշումը եւ հիմա ուզում է ՄԱԿ-ի խաղաղապահներով փոխարինել, Գուտիերեշի հետ է բանակցել, ինչը անընդունելի է ուկրաինացիների համար եւ իրականում դա անընդունելի է, որովհետեւ այդ պարագայում արդյոք պարզ չի այդ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը ինչ ֆունկցիա են ունենալու։ Եվ Ռուսաստանի հարձակման դեպքում այդ զորքերը, որոնք տարբեր ազգերից են բաղկացել, արդյոք կռվելու են, թե փախնելու են, հա։ Հետաբար ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը, ընդհանրապես ՄԱԿ-ը որպես կառույց արդեն ցույց է տալիս, որ ինքը շատ լուրջ ռեֆորմի կարիք ունի, դա անընդունելի է ուկրաինացիների համար եւ Զելենսկին կոչ անում վերադառնալ հենց այն բրիտանա-ֆրանսիական նախաձեռնության, եւ նա պետք է հասկանալ այս ամեն ինչը բանակցությունից հետո եվրոպացիների դիրքորոշումը։ Հաջորդ կարևոր հանգամանքը, որ ես կուզենամ շեշտել, տեսա այն ամենը կապված է մեր տարածաշրջանի հետ իրականում։ Հաջորդ կարևոր հանգամանքը, որ այդ տարածքները արևելյան Ուկրաինայի իրենց ենթակառուցվածքներով կապված են արևմտյան մասի հետ Ուկրաինայի, այսինքն սկսած էլեկտրաէներգիայից, ջրից, շատ բաներով, այդ որտեղ դա մի պետություն է եղել, իրենք անգամ Ղրիմը ինչի հանձնվեց Ուկրաինային սովետական միության ժամանակ, որտեղ Ռուսաստանի համար շատ դժվար էր Ղրիմը պահելը եւ Ուկրաինան շատ ավելի կապված էր այդ առումով ենթակառուցվածքներով, դրա համար տվեցին Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան կարողանա այդ Ղրիմը խելքի բերել, կոպիտ ասած, հա, Խրուշչովի ժամանակներում։ Հիմա այդ նույն ենթակառուցվածքների խնդիրը ոչ միտեղ չի կորելու եւ շարունակել են տարածքները մնալ կախված Ուկրաինայից, էլեկտրաէներգիա, ջուրը, ինչպես ասի, եւ տարբեր այլ ենթակառուցվածքներ։ Եվ ի վերջո եկեք մի պարզ բան հասկանանք, եկեք ամենավատագույն սցենարը վերցնենք, հա։ Անկամ եթե Թրամփին ճնշումներով, սա ել եմ ասում, ուղղակի տեսականորեն քննարկենք, որ շատերը չոգևորվեն, էլի, ասենք այդ ռուսահապատակ, ռուսամոլ եւ այլն, ուրեմն ռուսամեր եւ այլ զանգվածը։ Անկամ եթե վերցնենք վատագույն սցենարը, վատագույն, որ այդ 5 տարածքները, այդ 5 շրջանները հանձնվում են Ռուսաստանին, հա, 4 թե 5 շրջան է։ Վատագույն սցենարը։ Ինչ է ստանում Պուտինը։ Ինչ է ստանում։ Ուկրաինան մնում է սուվերեն պետություն, կարող է մի քիչ ավելի փոքր տարածքով, բայց մնում է սուվերեն պետություն, որը էլի ահռելի տարածք է, Եվրամիության պետություն է դառնում, ուժեղ տնտեսությամբ, շատ ուժեղ բանակով։ Ուկրաինան շարունակեց։ Ուկրաինան այսօր արդեն ցույց է տալիս, թե ինչ, տեսեք, մի քանի տարվա ընթացքում ինչպես զարգացրեց իր ռազմական կարողությունները։ Սովետական միությունը կախված էր Ուկրաինայի ռազմարտությունաբերությունից։ Եվ այդ գործարանները եւ այդ տարբեր այսօր ամեն մի գարաժում ուկրաինական արտադրվում է անգլոթաչու սարք։ Արմեն, կներես ընդհատում եմ, բայց եթե չեմ սխալվում, Պուտինը բացի պահանջներից, հողային պահանջներից, նաև այլ պահանջներ ունի, որոնցից մեկն էլ, որ պիտի մեծ բանակ չունենա Ուկրաինան, որ պիտի ՆԱՏՕ-ի անդամակից չդառնա, էդ էլ են, չէ՞, ամենակ տերիտորիալ չեն իր պահանջները Ուկրաինայի նկատմամբ։ Իդեպ շատ հետաքրքիր դիպուկ շեշտադրում ասեցիք, հիմա եմ ասում, հիմա տեսնում ենք, որ այդպիսի պահանջներ չկան, որովհետև այդպիսի պահանջ չկա։ Չէ, մինչև այդ կար այդպիսի պահանջ։ Պուտինը ակնարկեց բանակցությունների սկզբում այդպիսի ակնարկներ կային, բայց ակնհայտ է, որ Թրամփի համար դա ձեռնտու չէ, որովհետև մեծ հաշվով հենց ի սկզբանե խոսակցությունը նրա մասին էր, որ եթե Ուկրաինան ուզում է, որ ԱՄՆ-ն շարունակի օժանդակությունը, ուրեմն, չէ, Ամերիկայի կողմից, ուրեմն պետք է գնա ինչ որ զիջումների, այդպիսի բան կար, չէ։ Հիմա այս իմաստով տեսեք ինչն է հետաքրքիր։ Ըստ էության Ռուսաստանը ստանում է մեծ տարածքներ, ասենք թե, բայց ինքը տարածքի կարիք չուներ։ Ինքը ուզում էր Կիևը, ինքը ուզում էր ամբողջ Ուկրաինայի վրա վերահսկողություն, եւ ավելին ասեմ, ինքը ուզում էր գրավելով Ուկրաինան վերականգնել սովետական միություն 2.0, մեծացնել ուկրաինական ռազմարտությունաբերության հաշվին իր ռազմարտությունաբերությունը, մեծացնել բանակը եւ շարունակել իր զավթողական քաղաքականությունը։ Պուտինը պարտվեց, ասենք ստացավ այդ տեսականորեն, հա, որը ես էլի չեմ պատկերացնում ինչպես ալնի, ոնց են ուկրաինացիները դրան համաձայնվելու։ Դե ուկրաինացիները առանց ամերիկյան օգնությանը մենք տեսանք հիշում եք, որ 9 ամիս պահել են այդ օգնությունը։
Եվ առանց որևէ ամերիկյան օգնության Ուկրաինան կռվում էր եւ շարունակելու է կռվել։ Եվ Եվրոպան կարծում եմ չի թողնի Ուկրաինային այս իրավիճակում, հա։ Եվ Ուկրաինան ինքն է զարգացրել ռազմարտությունները, բայց տեսականորեն ինչ է ստանում։ Ավերված արևելյան շրջանները Ուկրաինայի, որ ամբողջությամբ Ռուսաստանը պետքա տրիլիոններ երևի ծախսի, տրիլիոն դոլար եւ ավելին, որպեսզի կարողանա վերականգնել այդ շրջանները, իսկ եթե չծախսի, դա կմնան ամայի տարածքներ ուղղակի, ամայի տարածքներ։ Եվ գումարած, ինչա Ռուսաստանին հողեր պետք, Ռուսաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է եւ մարդ չունի, որ այդ հողը սպասարկի։ Ուղղակի մարդ չունի։ Եվ այսօր խայտարակ իրավիճակ է հենց այդ իմաստով Ռուսաստանում, տնտեսությունը չի զարգանում եւ անկում է ապրում եւ բազմաթիվ շրջաններում ուրեմն նաեւ ոչ կենտրոնական քաղաքներում եւ այդ նաեւ կենտրոնական քաղաքներում, կարևոր քաղաքներում աշխատողների տարական աշխատողների խնդիր կա, տարական քաղաքը մաքրողի խնդիր կա, որտեղ բոլորը մեռնում են ուկրաինական սևահողում ուղղակի։ Այսինքն այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ ինչ է ստանում Պուտինը, անգամ եթե Թրամփը ենթադրենք ինչ-որ ֆանտաստիկ ձևով կարողանում է հասնել, որ թինք շրջանները տա։ Պուտինը քաղաքականապես պարտվել է։ Իսկ առաջին մասում ես ձեզ ներկայացրեցի, որ ռազմադաշտում էլ արդեն իրավիճակը այնպես չի, որ իր օգտին է, այս պայծրությամբ։ Շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։